Նոյան տապանում հյուրընկալել եմ Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանին, պարոն Սիմոնյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Երկրորդ կիրակին է եւ Մայրաթոռում, Մայրտաճարում եւ Հովհաննավանքում մատուցվեցին պատարակներ, մի կողմից կաթողիկոսի, մյուս կողմից կաթողիկոսի կողմից կարգալույծ արված հոգեվորականի կողմից Հանրության բաժանում է տեղի ունենում, կարծես թե եւս մեկ կատեգորիայի ենք բաժանվում, հավատացյալներ, անհավատներ եւ այսպես շարունակ, ինչ վերլուծություն ունեք, ինչու պետական պաշտոնյաները, պետական այրերն ու բարձրաստիճան հոգեվորականները չեն կարողանում հարաբերություններում առկա խնդիրները լուծել առանց աղմուկ, ոչ հրապարակային, փոխադարձ հարգանքով, ինչու՞ չէ նաև զիջումներով, որովհետև հակառակ պատկերը վստահաբար կարող ենք անել, պնդել, որ չի բխում մեր երկրի շահերից։ Ես սովորաբար պնդումներ չեմ անում որպես լրագրող, բայց այս դեպքում կարծում եմ կհամաձայնեք։ Պնդումներ անելու փոխարեն կարող ենք հարցադրումներով առաջնորդվել։ Իսկ արդյոք մենք վստահ ենք, որ նրանց հիմնական նպատակը խոչընդոտների եւ խնդիրների հանգուցալուծումն է։ Որովհետև եթե նրանց նպատակը ամենևին էլ խնդիրների հանգուցալուծումը չէ, այն ինչ որ տեղի է ունենում, շատ օրինաչափ է։ Որտեղ եթե դու process-ներ ես իրագործում եւ այդ process-ների ամբողջ հաշվարկը չես կարողացել խորազնին հասկանալ եւ ներկայացնել հանրությանը, նշանակում է քո գլխավոր մոտիվացիան ոչ թե խնդիրը հանգուցալուծելն է, այլ համակարգերի ապակառուցողական մոտեցումներով կազմաքանդում իրականացնելն է, փոխադարձ ատելություն սերմանելով եւ երկպառակտություններ մտցնելով։ Սա վերաբերվում է թե եկեղեցուն, թե իշխանություններին այսօրվա Հայաստանի Հանրապետության, որովհետեւ եւ թե իշխանությունների, թե եկեղեցու վարքականոնում, ընդ որում հոգեվոր վերնախավին ասա վերաբերվում, ես կոչ էի հնչեցրել հենց ձեր եթերում բարձրաստիճան հոգեվորականներին, արդյոք նրանք 1700-ամյա եկեղեցու լուսավորչական գահի պահապանները հանդիսացողների կարգավիճակով են հանդես գալիս իրենց անձնական ամբիցիաները մի կողմ դրած։ Եթե նրանք հանդես են գալիս այդպիսիք, ապա անմիջապես հոգեվոր ժողով պետք է իրականանար եւ վեհափառ հայրապետին փոխարինման գործընթաց պետք է ծավալվեր եկեղեցու ներսում իբրև պատասխան հայկական պետականության վերին իշխանական օղակները պահպանող, իր ձեռքում պահպանող առայժմ ուժի կողմից հարձակումները կասեցնելու համար։ Բայց մենք չենք տեսնում, չէ՞, հոգեվոր ժողովը։ Չենք տեսնում։ Ըստ էության, ես ձեզ ասեմ, Սուրբ արարողակարգի հեղինակությունը տապալվել է Հայաստանում, որը ձեռնադրման եւ կարգալույծ անելու մասին է խոսքը գնում։ Սա Սուրբ արարողության ինչ որ մի հատված է, որը հեղինակություն է ըստ էության։ Դա տապալվել է արդեն երկրորդ շաբաթն է մենք տեսնում ենք։ Այսինքն եկեղեցու այդ գործառույթը նախքին եկեղեցական կամ անձնավորության կողմից մերժվելով պաշտպանություն է ստանում գործադիր իշխանության կողմից։ Նշանակում է տապալել են, չէ՞, այդ կարգը։ Այստեղ օրինաչափ հարց է առաջանում, պատճառաբանություն են անում, ասում են, որ վեհափառ հայրապետը ինքը կարգալույծ է, հետևաբար նրա կարգալույծ անելը ըստ էության օրինաչափ չէ դոգմատիկ առումով։ Ես հարց եմ տալիս, եկեք տրամաբանենք, մենք բոլորս հայ ժողովրդի զավակներս, իբրև հայոց առաքելական եկեղեցու հետևորդներ, այս հարցը ինքներս մեզ տանք։ Պատճառաբանության հիմքում ընկած է այն, որ Գարեգին II-ը ամուսնացյալ է։ Կուսակրոնության ուխտը դրժել է։ Լավ, ենթադրենք այդպես է եւ ենթադրենք դոգմատիկ առումով նա երթմնազանց է եւ ուխտազանց է։ Նրա զավակը քանի տարեկան է։ Ըստ տարբեր տեղեկությունների բավականին մեծ է։ Այսինքն նոր չի, չէ՞, երթմնազանց եղել, ուխտազանց եղել, առնվազն միջև վեհափառ դառնալն է այդ ուխտը խախտել։ Առնվազն միջև 99 թվականի հոկտեմբերի 27-ի վեհափառի օծման միջոցառումից առաջ է ըստ էության խախտել, կամ գուցե եւ եթե դրանից հետո էլ ոչ շատ հետո է խախտել, չէ, ենթադրենք։ Ստացվեց, որ այս 30 տարվա մոտավորապես հեռանկարում բոլոր գործողությունները
եպիսկոպոսների ձեռնադրում, օծումներ, պսակադրություններ, համապետական պատարակներ, ընդհանուր պատարակներ կարգալույծի կողմից է իրականացվել, այդ թվում նաև այն օծյալ քահանաները, որոնք որ կարգալույծի կողմից օծվել են, այդ դեպքում դու քահանա էլ չես, որտեղ դու կարգալույծի կողմից ես քահանայադրվել։ Սա այնքան երերուն հիպոթեզ է, ինձ համար շատ ավելի ծանրակշիռ կլիներ, որ պետական իշխանությունները իբրև աշխարհիկ իշխանություններ ասեին, որ վեհապար հայրապետը լրտեսական գործունեություն է ծավալում Հայաստանի Հանրապետության դեմ, սպասարկելով օտար երկրապետության ռազմաքաղաքական ղեկավարների շահերը ընդդեմ Հայաստանի Հանրապետության, փաստերը ներկայացրեին, ես կասեի Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, եթե դա իմանալով հանդերձ չձերբակալի, ուրեմն պետական դավաճանություն է կատարում Հայաստանի Հանրապետության դեմ։ Սա շատ ավելի ծանրակշիռ փաստ է ինձ համար որպես պետականամետ գործչի, քան կուսակրոնության հանգամանքը։ Կուսակրոնության հանգամանքը եկեղեցական կարևորության եւ հոգեվոր արժեհամակարգի նշանակություն ունի զուտ ուխտի պահպանման առումով, ոչ թե բուն փաստի առումով, եւ երեխա ունենալը աստվածատուր շնորհ է։ Պարոն Սիմոնյան, լավ, իշխանությունները վատն են կամ իշխանությունները ունեն բազմաթիվ բացթողումներ, հիմա դնենք մի կողմ իշխանություններին, հոգևոր դասը։ Ինչու չեն գնում իրենց ներսում խնդիրների լուծման ճանապարհով, ինչու չեն գնում բարեփոխումների ճանապարհով, որովհետև այդ բարեփոխումների անհրաժեշտությունը մեկ հոգի չի տեսնում, շատ-շատերն են տեսնում։ Այստեղ այլ երկրորդ հարցն է գալիս։ Մենք քննարկեցինք Հայաստանի Հանրապետության իշխանությունների կազմակերպող գործընթացները, որ քիչ հետո գուցե եւ կանդրադառնանք, թե եթե մենք լինեինք ինչպես Այո, իհարկե, անպայման դրանք կանդրադառնանք։ Եկեղեցականների մասով անդրադառնանք։ 1700 տարի է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին մեծ առաքելություն ունի իր վրա դրված հայ ժողովրդի կենսակերպի արդարության ճիշտ ու սխալի ընկալման, ազգային ինստիտուտի ընտանիքի պահպանության եւ հայկական ժառանգության, ավանդների, պատումների փոխանցման առումով ապագա սերունդներին, որտեղ պետականազուրկ իրավիճակում առավել եւս եկեղեցին որպես ցանցային կառույց ահռելի մեծ կարեւորություն է ունեցել եւ ունի հայ ժողովրդի կենտրոնաձիգ ուժեր արտնացնելու գործընթացում։ Բնական է, չէ, որ տարածաշրջանային կայսրությունները այդ հանգամանքը շատ լավ հաշվարկում են։ Իրանի թագավորությունն է դա շատ լավ հասկացել եւ մայրաթոռը օգտագործվում էր այս առումով իրանական շահերը հետապնդելու համար։ Եթե կարևոր մի օղակ կա, շահագրգռվածել կլինեն, չէ, իրենց կոլաբորացիոնիստներին եւ ռեագենտներին ներս թափանցեցնեն, որպեսզի նրանք ներսից ինֆորմացիայի խճանկարում իրենց կայսերական մոտեցումներին ճիշտ քաղաքականություն անեն։ Դա գիտեին նաեւ թուրքերը։ Շատ լավ գիտենք, չէ, որ թուրքերը ինչ ներգրավվածություն ունեն եկեղեցական գործընթացներում Պոլսի պատրիարքարանի առումով։ Պոլսի պատրիարք դուք կարող եք փոխեք առանց ներկայիս Էրդողանի թույլտվության։ Դա շատ լավ գիտեն նաև ռուսները, որ ռուսական կայսրությունից ի վեր միջև հիմա ներթափանցված են ու ներգրավվածություն ունեն հայկական առաքելական եկեղեցում, որտեղ ամենահարմար ցանցային եւ ամենահին ինստիտուցիոնալ կառույցն է։ Մենք անգամ գիտենք այլ պետությունների հատուկ ծառայությունների շնորհիվ բացահայտված ավերիչ եւ ապակառուցողական գործընթացները Մոսկվայի պատրիարքարանի կողմից հայ եկեղեցու, որ հավաքագրում են էթնիկ հայերին հանցավոր պատերազմի դեմ, հանցավոր պատերազմ ուղղորդելու ընդդեմ Ուկրաինայի ժողովրդի, սպանելու ուկրաինացիների։ Հիմա եթե մենք գիտենք, որ եկեղեցին բորբոքական process-ի մեջ է, դա շատ փաստ է, տեսնում ենք անընդհատ, ես նորից եմ կոչ հնչեցնում, բալավ 5 հոգի եպիսկոպոս եւ արքեպիսկոպոս կգտնվի մայրաթոռում, արքեպիսկոպոսներ, դուք աստծու ծառաներ եք եւ հայ ժողովրդի որդիներ, զավակներ, դուք անձապաշտությամբ պետք է չառաջնորդվեք, այնպես ինչպես որ Հայաստանի Հանրապետության ցանկացած պետական այր եւ ծառայող այր կամ ուստր կամ դուստր իրավունք չունի անձապաշտության սկզբունքներով
Հավատարմության խոստում եւ երթում տա մեկ անձի Նիկոլ Փաշինյանի, մարդիկ պետք է երթվեն, ծառայողները պետք է երթվեն զինանշանին, դրոշին, Հայաստանի Հանրապետությանը, սահմանադրությունը պաշտպանելուն։ Հիմա դուք լուսավորչի գահն եք պաշտպանում, թե անուն ազգանուն։ Փոփոխություններ ծավալեք ներսից։ Հակազդման միակ տարբերակը դա է լինելու, երբ որ դու զրկում ես թշնամուն, որը փորձում է խարխլել 1700-ամյա պետականության եկեղեցու հիմքերը, դրանով իսկ նաև պետականությանը հարված հասնելով, որտեղ մենք շատ լավ գիտենք, կրոնական ենթակառուցվածքները միշտ պետական բաղադրիչներով օժտված են եղել եւ մեր պետական ինստիտուտների առողջացման համատեքստում բազմաթիվ կարեւորություն կարող են ունենալ։ Կանխարգելիչ, կասեցնող հանգամանք կլինի նոր վեհափառ հայրապետի ընտրելու հանգամանքը։ Կանխարգելիչ, կասեցնող հանգամանք կլինի նոր վեհափառ հայրապետի ընտրելու հանգամանքը։ Կարող եք ապահովել մեկ արքիեպիսկոպոսով մեզ, որը ուխտը պահել է եւ իր ամբասիր կյանքով շարունակում է ծառայել Հայաստանի այս առաքելական սուրբ եկեղեցուն։ Այդպիսի առաքինի կենսագրություն ունեցող կարող է արքիեպիսկոպոս էլ չլինի։ Ես ինչ գիտեմ, ինչ որ մի վանքում վանական կյանքով ապրող, գուցե սուրբ կասկի, չգիտենք էլ տեղը։ Այսինքն հարաբերությունների առողջացման բանալին դա է, պարոն Սիմոնյան, փոփոխությունը չի լինելու հոգևոր առաջնորդի։ Այո։ Ինչու չի լինելու եւ երկրորդը։ Եկեղեցու առողջացման։ Բայց ես նկատի ունեմ պետության ներկայացուցիչների եւ հոգեվորականների հարաբերությունների առողջացման բանալին կլինի կաթողիկոսի փոփոխությունը թե ոչ, եւ երկրորդը պատկերացնենք, որ դուք եք արդեն իշխանություն եւ մեր եկեղեցին չի սպասարկում Հայաստանի շահերը, ինչպես աշխատել այդպիսի եկեղեցու հոգեվորականների ավելի ճիշտ հոգեվորականների հետ։ Առաջինը, ես գտնում եմ, որ ներկայիս Հայաստանի Հանրապետության իշխանությունները հանդիսանում են պրոքսի արդեն իսկ ընդդեմ Հայաստանի Հանրապետության կհիմնավորեմ հիմա, ինչու եմ այդպես կարծում, սա իմ ենթադրությունն է։ Այս պարագայով էլ եկեղեցում, եթե պատրիարքի փոփոխություն ա լինում, ներկայիս պետական այրերի հետ որևէ կերպ եկեղեցին չի կարող փոխադարձ հաշտության գալ։ Բայց եկեղեցին պատրիարքի փոփոխությամբ կկասեցնի հարձակումը եկեղեցու վրա։ Կարծում եք միակ խոցելի տեղը այդ ուխտը խախտելու վեհափառն է, Գարեգին երկրորդը, նա խոցելի է, ժողովուրդը իրեն չի սատարում, որտեվ գիտենք բոլորս էլ ամեն ինչ։ Եթե կարող էինք սովորական իրավիճակներում համբերել միջև բնությունը եւ Աստված կորոշեր հերթական վեհափառի ընտրվելու ժամանակահատվածը, ապա այս իրողություններում, երբ որ տեսնում ենք հարձակում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ, մենք պետք է հասկանանք, որ ներկայիս վեհափառի անձը հայ ժողովրդի վստահության չափաբաժին չունի, մարդիկ գիտեն, եղբայր գիտենք, դու չես համապատասխանում։ Դու անգամ 18 թվականին, երբ որ նոր Հայաստան, նոր վեհափառ էին ասում, այդտեղ հարցը առաջանում Նիկոլ Փաշինյանին ով զանգեց, ասեց բիզուկին ձեռք մի տուր։ Եվ նա լռեց այդ իրավիճակներում 18 թվականին պետք է ծավալվեր այս գործընթացները։ Ով ասեց ծերունուն ձեռք մի տվեք, եւ նա լռեց։ Հիմա եթե ենթադրենք 18 թվականին դու գիտեիր, որ այսպիսի բաներ էր լինելու, երիտասարդական թեմի եւ Հայաստանյան եկեղեցու երիտասարդական գրասենյակի կողմից ժողովների ընթացքում երիտասարդներին խոսք տվեցիր Մայր Աթոռի մատենադարանի դահլիճում։ Ասացիր, որ այսուհետ ամեն ինչ այլ է լինելու։ Այլ չեղավ։ Չեղավ այլ։ 7 տարի է անցել։ Հիմա ես նորից եմ երիցս կոչ անում հոգևոր դասի վերնախավին։ Կամք գտեք, հավաքվեք ինչ-որ մի տաճարի, երեկոյան ինչ-որ մի տաճարում և որոշեք հոգևոր դասի ժողով անցկացնելու վեհափառ հայրապետին ծանուցեք, ասեք, որ քո հեռանալու ժամանակը եկել է, քեզ ապաստան կտանք որևէ վանական համալիրում քո կյանքի մնացյալ տարիները կապրես անվտանգության մեջ։ Եթե մենք լինեինք, ինչ կանեինք։ Այո, եւ ենթադրություն ունեք, ով էր այդ զանգողը։
Ես կասկած ունեմ, որ դա հյուսիսից է եղել Վլադիմիր Պուտինը անձամբ, իմ կասկածով։ Հիմա դուք իշխանություն եք, ինչպես եք աշխատելու Վլադիմիր Պուտինի հետ։ Առաջին հերթին մենք պետք է կարողանանք հասկանալ, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության անկյունաքարը ազգային շահերն են։ Այսինքն պրագմատիկ արտաքին քաղաքականությունը պետք է հենվի ազգային շահերի վրա եւ այն բոլոր հարաբերություններն ու կամ պարտավորությունները, որոնք անուղղակի կամ ուղղակիորեն հարված պետք է հասցնեն հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության ազգային շահերին, այդ քաղաքականությունը պետք է չսպասարկվի արտաքին քաղաքականությունը։ Միանշանակ եկեղեցու եւ հայկական ազգային ինստիտուտների ամբողջ գործելակերպը եւ գործունեությունը պետք է բխի Հայաստանի Հանրապետության շահերով։ Եվ եթե եկեղեցու առողջացման գործընթաց է ծավալվում, ինչ կանեինք մենք։ Նախ գործադիր իշխանության առաջին դեմքի մակարդակով չի կարելի հարցակում գործել որևէ մի ուղղությամբ։ Գրագետ ճանապարհը հետևյալն է։ Իշխող խմբակցությունը ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով է ձևավորում հայաստանյան առաքելական եկեղեցու լուստրացիայի։ Այս ժամանակավոր հանձնաժողովում ներգրավվում են Սփյուռքի, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքացիներ անձիկ, այդ թվում նաև հոգևորականներ։ Եվ պետությունը հատուկ ծառայությունների ձեռքի տակ եղած փաստական իրեղեն ապացույցներով ցույց է տալիս, թե անուն ազգանունով, որ քահանան, որ դպիրը, որ եպիսկոպոսը, որ արքեպիսկոպոսը, որ պատրիարքը ինչ կապեր եւ ինչ ավերիչ գործունեություն է ծավալում ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Հարցը բարձրացնելով պետությունը հորդորում է, որ եկեղեցում հոգևոր ժողով տեղի ունենա փաստերի ճնշման ներքո, այլապես հարցը կտեղափոխվի իրավական դաշտ եւ պետությունը ստիպված կլինի մեկուսացնելու այդ անձանց ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործունեություն ծավալելու մեղադրանքով։ Որպեսզի մենք խայտառակ չլինենք ամբողջ աշխարհով։ Այո։ Եվ խայտառակ չլինենք ամբողջ մեր ժողովրդի մեջ։ Եկեք այս հարցը լուր անենք, եւ դա կստացվեր, ես ձեզ հավաստիացնում եմ, ես կանեի այնպես, որ դա կստացվեր անձայն, դա կստացվեր հաստատ, իսկ ինչ վերաբերվում է հայ ժողովրդի մեջ այսպիսի նենք, ճղճիմ, տեղեկատվության անընդհատ շպրտումը, ինֆորմացիոն դաշտ, դա հանրության լումպենացման քաղաքականություն է իրականացվում, երբ որ դու ժողովրդին ստորացնում ես, լուր տարածելով, որ ինչ-որ մի հայր երեկամյա երեխային խեղտամահ է արել, ինչ կարիք կա ամբողջ Հայաստանի Հանրապետությունով մեր կտենց քրեական նորություններ եք պատտում, որ ժողովուրդը հասկանա տենց անբարո այլասերված իրավիճակներ տեղ ունի իր մեջ։ Դուք լումպենացնում եք, որտեղ լումպենացված հասարակացած ժողովուրդը ոչ ինքնագիտակցություն ունի, ոչ պատկանելություն ունի, ոչ ինքնության համար մղվող պայքարում կարող է հանդես գալ, նա քոչվոր է։ Կարծում եք նման թեմաների մասին չպետք է բարձրաձայնել։ Ոչ, չի կարելի։ Ինձ միշտ այդ հարցը հետաքրքրել է, արդյոք այդպիսի լուրերի մասին հրապարակումները նպաստում են իրավիճակի մեղմանը, վիճակագրության մեղմանը, թե հակառակը նպաստում են ավելի Էլիզա ջան, քաղաքական տեխնոլոգիաների մեջ դեպքերի ավելացմանը։ Քաղաք տեխնոլոգիաների մեջ կա օվերտոնի պատուհան հասկացությունը։ Երբ որ մի այլասերված իրավիճակ դու անընդհատ շրջանառում ես, դու տեղ ես բացում մարդկանց գիտակցության մեջ, այսինքն սարքում ես նորմալ, որ հայրը կարա 3 տարեկան երեխային խեղտամահ անի։ Ինչի՞ է կեղծ, ասենք մեր ժողովուրդը ինչի մի հատ լավ բան ես ասում, մի հատ գեղեցիկ համեմատական ես ներկայացնում, մի գեղեցիկ պատում ես ներկայացնում, էպիկական մտածելակերպ բոլորը հուզվում են, որովհետև անընդհատ ուզում են ստորացնել, որովհետև ստորին դու կարող ես համոզել, որ ինքը քոչի, որովհետև ստորը հայրենիք չունի, բայց մենք ստոր չենք, հանցագործներ ամենուրեք կան, մենք փոքր ժողովուրդ ենք, մեկս մեկից ճանաչում ենք։ Եթե ինչ-որ մեկը մարդուն չճանաչելով հանդերձ պիտակավորում է, կամ հայհոյանք է հնչեցնում, ինձ համար այդ անհատը գազանանոցի կապիկից ոչինչով չի տարբերվում։ Ես կարամ անգամ իր կենսաբանական տեսակը ասեմ, homo erectus տեսակի պատկանող պրիմատ է նա, անգամ եթե վերբալ հատկանիշներով է օժտված։ Եթե այդ մարդը
ինչ որ մեկին չի ճանաչում, պիտակավորում է կամ հայհոյանք է հնչեցնում, ինքը կաթնասուն է ընդամենը։ Մարդը միայն կաթնասուն չի, մարդը նաև հոգևոր արարած է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Պարոն Սիմոնյան, դուք եկեղեցու վերնախավում փոփոխությունների ճանապարհը մատնանշեցիք, բայց ամեն դեպքում, եթե ձեր պատկերացրած ճանապարհով փոփոխությունը լինի, այդ փոփոխված վերնախավը համարում եք կամ բացառում եք, որ կենթարկվի Ռուսաստանի ազդեցությանը։ Եթե փոփոխվում է, բնական է, չէ՞, պետք է նորից վերբով կանեն։ Եթե պետք է նորից վերբով կանեն, նորից պետք է փչանա, նորից պետք է փոխվի։ Այսինքն վերբով կանելը որն է, ոնց են հատուկ ծառայությունները առհասարակ վերբով կանում։ Կոմպրոմատների ճնշման տակ։ Որպես կանոն կոմպրոմատները լինում են սեռական բնույթի։ Սեռական բնույթի կամ որևէ կապ է ունենում, որը որ անթույլատրելի կարող է համարվել հայ ժողովրդի մենթալ ընկալումներում, բարեկամական կապ ունեցողի հետ կամ նույն սեռի ենթադրող անձի հետ որևէ, դա կոմպրոմատ է։ Կանչում են շանտաժ են անում։ Կոմպրոմատների երկրորդ տարատեսակը փողն է։ Առել են ուրեմն, դրել են գրպանները։ Փողը որ ասում են, այս ամեն ինչը կա, հոսքը ցույց կտանք, խայտարակ կլինես։ Մյուսը այլ նվաստացուցիչ հանգամանքներ, ով գիտի ինչ իրավիճակում նկարած կադրեր ունեն։ Ինչի մեջ խոզաբարո իրավիճակներում։ Հիմա այդ ճնշման տակ կարան ենթադրենք սպառնան ճնշեն։ Իմ մտածելակերպի մարդը, եթե հանկարծ Աստված միացե այդ իրավիճակում լիներ ու տես բարձր կարգավիճակ ունենար, ես անկեղծ կգտնվեի։ Կասեի իմ
վերաբերյալ ենթադրենք այդպես բաներ կա, եթե բացահայտվի իմացեք, որ ես սրանը գնում եմ ժողովրդի նկատմամբ սիրո դրսևորումներից ելնելով, ներող կլինեք, ես հեռանում եմ այս իրավիճակից, ազատ թողնելով վտանգավոր իրողությունները չծավալելով ժողովրդի դեմ։ Բայց նրանց կատեգորիայի մարդիկ տուրք են տալիս եւ համաձայնվում են պահպանել կարգավիճակը, որպեսզի այդ ինֆորմացիայի հոսքը տեղի չունենա։ Որտեւ վախենում են սեփական ժողովրդից։ Բայց ներսից էլ ենք ունենում, չէ, ինֆորմացիոն հոսքեր, տեսանյութերի հրապարակում, նաեւ ես այս թեման։ Բայց դուք ամեն ինչ չեք կարող ունենալ, դուք կարող եք լսել, որ ինչ որ մեկը ինչ որ մեկի հետ է, բայց բաղնիքում դրած կամերան ինչ որ մեկի ձեռքն է, որ կամպրոմատը երիզով հանդերձ իրա մոտ է։ Այդ երիզը ավելի ծանրակշիռ է։ Հենց դա եմ ասում, երիզը հիմա դուք ում նկատի ունեիք, արտաքին ուժերի ձեռքում էր, թե ներքին ուժերի ձեռքում։ Ով գիտի, կապ ունեն, կապ չունեն, այդ ինֆորմացիայի շարժը ոնց է տեղի ունենում։ Ես օրինակ չեմ համարում, ներողություն սա էլ ասեմ, ես չեմ համարում, որ Նիկոլ Փաշինյանը լիարժեք Ռուսաստանից կտրված քաղաքական գործիչ է։ Ես այս թեման քննարկել եմ նաև իրավապաշտպանի հետ, որը համարում է անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ խորհրդարանի ամբիոնից արեց, ասաց, որ կաթողիկոսի եղբոր մասին ասում են, որ գործակալ է, բայց չներկայացվեց ըստ էության փաստեր, եւ այս հարցին անդրադառնալիս իրավապաշտպանը եւս ասում է բացեք արխիվները, հրապարակեք, եթե գործակալ է, դա պետք է փաստերով ցույց տալ։ Առաջինը ես եմ ասել ձեր եթերում։ Եվ շատ հետաքրքիր էր, պարոն Սիմոնյան, որ մեկնաբանություններում մարդիկ գրում էին այդ արխիվները Վանեցյանը վառել է։ Հնարավոր է, որ բոլոր արխիվները այդպես ոչնչացնեն։ 18 թվականին նախ Վանեցյանը չէր այն ժամանակ, 18 թվականին, որ հեղափոխությունը բեմադրվում էր եւ պետք է խաղարկվեր, մեզ բոլորիս խաբեցին, որ հեղափոխություն է տեղի ունենալու, բոլորս էլ հավատացին, որ հեղափոխություն ենք անում։ Չեք հիշում, որ ԱԱԾ-ի շենքը հրդեհ էր բռնկվել։ Կադրեր էին տարածում ինչ որ հրդեհեր եւ այլն ինչ որ տրցակներով թղթեր էին։ Ես չեմ կարող ասել այդ ինչ էր, այդ կադրերը տեսել եմ։ Կարող է դա հատուկ տեղեկատվություն լինի, կարող աղբ լինի, էական չի։ Բայց եթե ինչ որ մեկը պնդում է, որ ինչ որ մեկը այդ գործի հետ խառն է եղել, ինչի չի քրեական վարույթ նախաձեռնում, ինչ որ մի անձ, եթե տեղյակ է, որ դա Վանեցյանի արած գործն է, ինչի չի հայց ներկայացնում։ Քրեական վարույթ ինչի չեն նախաձեռնում, եթե գիտեն այդպես։ Ես օրինակ ինձ թույլ չեմ տալիս մարդկանց ազգանուններ հնչեցնել ու մեղադրանք տալ, որտեղ ես ինֆորմացիա չունեմ։ Ես քաղաքացիների ընդհանուր տպավորությունը ձեզ ներկայացրեցի, այնպես չէ, որ ես քրեական վարույթ թող հիմա ենթադրենք Վեհապարի եղբայրը, որը եզրասը Մոսկվայում է գտնվում, դժվար է մեր արտաքին հետախուզությունը զեկույց տա դատախազին, գլխավոր դատախազը հանրայինի եթերում գա այդ թղթով, ասի զեկույցը ստացված է մեր արտաքին հետախուզության ծառայությունից, քաղաքացի այսինչյանը, որն ծառայում է այսինչ դիրքում եկեղեցու այսինչ համայնքում, հանդիսանում է Հայաստանի Հանրապետության թշնամի, որտեղ Հայաստանի Հանրապետության դեմ լրտեսական գործունեություն է ծավալում, եւ մենք գրավոր կերպով խնդրելու ենք մեր ռուս գործընկերներին ձերբակալեն հիշյալ անձնավորությանը եւ ուղղարկեն Հայաստանի Հանրապետություն դատարանի առաջ կանգնեցնելու նպատակով։ Թող այդ թուղթը ուղարկեին Ռուսաստանի դատախազություն, ու Ռուսաստանը չաներ այդ գործը։ Չուղարկեր նրան։ Ու նույն համանման թուղթ ուղարկեին Ինտերպոլ։ Փաստերն էլ հրապարակեին։ Ու պարզ չի կծիկը քանդվեց արդեն։ Բա ինչի պետք է ենթադրենք իմ մտքում դա ծնվի, մի ամբողջ պետական ապարատ դրա մասին չկարողանա գլխի ընկնի ոնց կարելի է դա անել։ Պետական բյուջեից ինչքան փող են ստանում, աշխատավարձը ինչքան է, ամեն ամիս հեռախոսը որ ծնգում է, քանի զերոյով թիվ է լինում, որ նստել է իր հաշվի համարի վրա։ Ինչի համար եք աշխատում, եթե դուք չեք կարողանում այդ իդեաները գեներացնել։ Կամ եթե գեներացնում եք ով է արգելափակում, Նիկոլ Փաշինյանը, հետևաբար եկեք փնտրենք պրոռուսական գործիչներին այլ վայրերում գուցե ավելի բարձր։ Պարոն Սիմոնյան, մեր այս ներքին խնդիրները կարծես թե մեզ քիչ են, այսօր Բաքվի բռնապետն է հայտարարություններով հանդես եկել, ասում է ադրբեջանցիների վերադարձը Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին եւ պետությանը, որովհետեւ իրենք վերադառնալու են ոչ թե տանկերով, այլ մեքենաներով,
Ավելին հղում է արել ռուսական կայսերական քարտեզներին, պնդելով, որ բոլոր հայկական բնակավայրերը, այդ թվում Սևանը, ունեն ադրբեջանական անվանում, ինչը նշանակում է, որ դրանք ադրբեջանական տարածքներ են, ծագում ունեն, ի սկզբանե Ադրբեջանին են պատկանել։ Եվ սա նույն Ալիևն է, որը մի քանի օր առաջ հայտարարում էր, որ վերացնում է Հայաստան իր տարածքով բեռների տարանցման արգելքը։ Ինչ վերլուծություն կարող ենք անել, ինչ Հայաստանը պատերազմի մեջ է, պատերազմի, ուղղակի պատերազմի տակ ֆազան կոնվենցիոնալ զինված ուժերի գործադրմամբ սառեցված է, ռազմական գործողությունները ընթանում են կոգնիտիվ թատերաբեմում։ Ժամանակակից աշխարհում պատերազմի թատերաբեմները, ռազմադաշտերը հետևյալն են. ջրային, ցամաքային, օդատիեզերական, գիտակցական։ Եթե ջրային, ցամաքային, օդատիեզերական ռազմական գործողությունները կոնվենցիոնալ եւ ոչ կոնվենցիոնալ մարդ մղելու մեթոդների մեջ են, ապա գիտակցական պատերազմի թատերաբեմը գիտակցական պատերազմների դասին է պատկանում, որը 3 տարատեսակներ ունի. ապատեղեկատվություն, պատումների, նարատիվների պատերազմ, հոգեբանական պատերազմ։ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ վարում է կոգնիտիվ պատերազմ։ Եվ այստեղից բխեցնեմ հետևյալը, որ Իլհամ Ալիևը եւ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի թշնամիներ են, այն ուժերը եւ այն անհատներն ու գործիչները, որոնք պնդում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այսուհետ կա խաղաղություն, այդ թվում նաեւ հանրային հեռուստաընկերության եթերներում հանդիսանում են հայ ժողովրդի դեմ տարվող կոգնիտիվ պատերազմների ռեագենտներ, մեջ բերում են, որ 2 տարի է իրար վրա չենք կրակել։ Այո, զինվոր չի մահանում։ Ուրիշ ինչ ավելացնենք։ Մեր դեմ պատերազմը ռազմական գործողությունները շարունակվում են, թևակողել են կոգնիտիվ հարթակ։ Երբ որ կգրավեն մեր գիտակցության մեջ մեր տարածքները, դա կտեղափոխեն ֆիզիկական քարտեզի վրա։ Եվ ոչ միայն մեր գիտակցության, այլև միջազգային հանրության Այո, գիտակցության։ դրա համար Անգլիայի, չգիտեմ ով է, լրագրողը, սենատորը, падգամավորը, ինչա կանգնում է Նիկոլ Փաշինյանին հարցը տալիս, Զանգեզուրի միջանցքով հարցը տալիս։ Նարատիվների պատերազմում Ադրբեջանը հաղթում է, ինչի, ոչ միայն նրա համար, որ միլիարդավոր դոլարներ են ծախսում այդ հանգամանքի համար, այլ նրա համար, որ Հայաստանի Հանրապետությունն է հռչակել խաղաղություն եւ չի պաշտպանվում եւ հակընդդեմ քայլեր չի անում։ Այդ դրա համար եմ ես ասում, որ եթե 26 թվականին Նիկոլ Փաշինյանը իրենց այս 7-րդ բանի այդ ուզում եմ ասել սովխոզի իրենց 7-րդ այդ համագումարի ժամանակ ստեղծած այդ հռչակագրով եթե ընտրվեց նորից էլի երկրի ղեկավար, բաններս բուրդ է լինելու։ Սիրելի ժողովուրդ, արթնացեք։ Եվ սրանց եւ նախկիններին եւ սրանց ու նախկիններին սպասարկող կոլաբորացիոնիստներին, սպասարկող արբանյակ ուժերին իրավունք չունենք ձայն տանք։ Փնտրենք նոր ուժերի, այլընտրանքային ուժերի։ Էջմիածնում սպասվող ընտրությունները մոտավոր կարտացել են, մենք ինչ պատկեր կունենանք խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ոչ մի դեպքում չեն արտացել։ Էջմիածինը սպეციფიկաներով քաղաք է։ Սպეციფիկաներով, այնտեղ 7 տեսակի կլաններ կան։ Ժողովրդը ձայնազուրկ։ Եվ Էջմիածնում մեծ իմաստամբ ներկայացված է նախկին համակարգը։ Դրա համար նոր ալտերնատիվան այնտեղ չմասնակցեց։ Մեր առաջ պայման էին դնում, որ եթե անցնենք ավականի, ապա ընդդիմադիր դաշտով պետքա կոալիցիա կազմենք, որ նա չլինի։ Այսինքն մենք վիշապի 3 գլուխների հետ կոալիցիա կազմենք, որ 4-րդ գլուխը չլինի։ Մենք առհասարակ ամբողջ այդ վիշապի մարմնի հետ չենք ուզում կոալիցիա կազմել։ Այսինքն առաջարկը այդ նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից էր ձեզ։ Ոչ։ Մարդկանց, որոնք որ նախկին չէին, բայց կլանների ներկայացուցիչ էին։ Մենք հրաժարվեցինք, որտեվ Էջմիածնում պետք է լինի ոչ նախկինների, ոչ ներկայի ներկայացուցիչ։ Վաղարշապատ համայնքի մեր հայրենակիցները արժանի են ալտերնատիվա ունենալու, բայց նաև ինչու չունեն, որտեվ մի քիչ վախվորած են, ինչ եք վախվորած սիրելիներ, ինչ եք վախեցել։ Ես եթե չեմ վախեցել,
Ջահը ձեռքիս առաջ եմ գնում։ Իմ հետևից եկողները ինչի են վախեցել։ Ինչ եք վախեցած, ժողովուրդ։ Դուք վախեցող եք։ Իհարկե ոչ։ Խորանոցին ասում է առյուծների զավակները առյուծներ են, դուք առյուծներ եք, մի մլավեք։ Շնորհակալ եմ լավ վերջաբանի համար, պարոն Սիմոնյան։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հայաստանի Շնորհապետական Կուսակցության նախագահ քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։